Նելի Թուրքիայի գործերը Սիրիայում վատանում են։ Գիտեք, եւ թե կդժվարանամ պատասխանել, բայց եթե այսօրվա իրավիճակով փորձեմ մամուլը ինչ որ մեծ տալիս է տեղեկատվություն, տեսեք, երեք Թուրքիայից բավականին ներկայանալի պատվիրակություններ Դամասկոսում, ուրեմն ՄԻԹ ղեկավարը, Պաշտպանության նախարարը եւ ԱԳՆ նախարարը։ Եւ դրանից ժամեր հետո, իհարկե դրանից առաջ Հական Ֆիդանը մի շատ հետաքրքիր հարցազրույց էր տվել, որտեղ նշում էր, որ քրդական ուժերի, այսինքն համաձայնության չեն լինում ու քրդական ուժերի հարցը պետքա լուծվի։ Եվ 2 ժամ հետո նրանց այցից սկսվեց այդ բախումները։ Ըստ որոշ տեղեկությունների բախումները այսօր արդեն դադարեցվել են Ամերիկայի պահանջով, եւ այստեղ շատ հետաքրքիր է։ Այսինքն ըստ էության սա քայլ էր, որը Թուրքիան գուցե չէր համապատասխանեցել նահանգների հետ։ Սա առաջին եւ երկրորդ, մենք տեսնում ենք այս տարածաշրջանում ձևավորվեց ալյանս։ Իսրայելը Հունաստանի եւ Հարավային Կիպրոսի հետ ձևավորեց ալյանս, որը շատ է անհանգստացնում թուրքերին, եւ նաեւ Սիրիայի տեսանկյունից եւ ես կասեի ոչ միայն, այսինքն սա գործընթաց է, որը որ պետք է որ Թուրքիայի դիրքերը ավելի թույլատրի։ Այսինքն շուտ է դեռ Սիրիան Թուրքիայի պրոքսի երկիր համարել։ Կարծում եմ այո, տեսեք Սիրիան ինքը ընդհանրապես այսպես մի հատ ճահիճ է, որտեղ մտնողը ոչ կարողանում է լրիվ վերահսկի, ոչ էլ կարողանում է ուրեմն այդպես հեշտ դուրս գա։ Ես կարող եմ ստեղից պատմական օրինակներ բերել։ Եվ թուրքերը անգամ Օսմանյան կայսրության շրջանում, երբ որ 16-րդ դարի սկզբից այս տարածքը անցավ Օսմանյան իշխանությունների վերահսկողության տակ, թուրքերը ստեղ շատ բան չէին փոխել։ Այսինքն թողել էին նախկին ցեղային, արշիվետական, չգիտեմ, այսինքն նախկին հակառակը շատերին իրենք նվերներ էին մատուցում, որ բան չլինի, ինչ որ բախումներ չլինի եւ այլն։ Բայց հիմա շրջանառում է վարկածը, որ նոր տարում կարող է Թուրքիան նոր ներխուժում կազմակերպի Սիրիա։ Եթե այո նման վարկած կա եւ հետաքրքիր է որ այս երկրորդ իրադարձությունների արդյունքում հակասական տեղեկություններ էր իհարկե, որտեղ որոշ մասը հաստատում են, որոշ մասը հերքում են, որ նա ծանր զինտեխնիկա է տանում, բայց ես կարծում եմ այդ խնդիրը Թուրքիայի ուժերից վեր է։ Այսինքն Թուրքիան միայնակ նման որոշում կայացնել չի կարող։ Դե ամեն դեպքում տեսեք ինչի ենք բախվում։ Թրամփը ստիպված է լինելու ընտրություն կատարել Էրդողանի եւ Նեթանյահուի միջեւ։ Դե այո։ Բայց այնպես չի որ Էրդողանը իր հարցերը Թրամփի մոտ լուծել է, որ կարողանան Նեթանյահուին հավասար ընտրության առջև կանգնի։ Ես համաձայն չեմ։ Այդ եւ այն գործողությունները, ինչ որ մենք տեսնում ենք եւ այն աջակցությունը, որ նահանգները Իսրայելին ցույց է տալիս, հենց դա փաստում է, այսինքն թուրքերի գործողությունները շատ սահմանափակ են։ Իսրայելը այսօր բացահայտ հայտարարում է, որ երբեք Գազայից դուրս չեն գա։ Միշտեր ինչ էին խոսում։ Դե ուրեմն տեսեք, իրանք այնտեղ պայմաններ են քննարկվում ըստ մի քանի օր առաջ ուրեմն տեղ ունեցած էլի կոնֆերանսին, որից ընդ որում հետաքրքիր է, որ մեկ կարևոր կոնֆերանսի թուրքերին չէին կանչել, երկրորդին արդեն Հական Ֆիդանը մասնակցել է։ Իմ կարծիքով Իսրայելը փորձում է այնպիսի մի հատ ռեժիմ ձևավորի ուրեմն Գազայում, ոչ միայն Թուրքիային մերժելով, հիմա կասեմ երկու կարևոր բաներ, որոնք Հական Ֆիդանը իր ելույթում իր հարցազրույցներում նշեց, ուրեմն իրեն հարմար այնպիսի իրավիճակ, որտեղ ռազմական ինչ-որ, այսինքն վերահսկելի իրավիճակ, ռազմական բաղադրիչի բացառմամբ եւ ներգրավմամբ միջազգային թեկուզ խաղաղապահ, որով հարցը ինչ-որ երկար ժամանակով կլուծվի։ Հական Ֆիդանը շատ տակրիր հայտարարություն արեց, որ ինչ է լինի Թուրքիայի համար կարմիր գիծ է, որ Գազան ղեկավարվի հենց Գազայի մարդկանց կողմից։ Իմ կարծիքով սա ամենակարևոր հարցն է եւ հետաքրքիր է մենք չունենք թե արաբական երկրները ինչ դիրքորոշում ունեն, բայց թուրքերի դիրքորոշումն այսպիսին է, այսինքն իրենք եւ նաեւ Համասի պատվիրակության այցը հենց այդ ժամանակաշրջանում Թուրքիա, այսինքն թուրքերը կփորձեն այնտեղ ինչ որ պրոքսի բաներ պահել։
Այսինքն կասկածի տակ է նաև ադրբեջանական մասնակցությունը։ Ադրբեջանը մերժել է իր մասնակցությունը։ Ադրբեջանն է մերժել։ Այո։ Թե Ադրբեջանին են մերժել։ Ադրբեջանն է մերժել։ Տեսեք, երբ որ Թուրքիան ինքը առաջարկեց, որ ինքը 2000 հոգանոց խումբ կարող է այնտեղ տանել խաղաղության վերահսկման համար, Իսրայելը միանգամից մերժեց։ Նույնիսկ ինչ ռուսների խաղապաները Արցախում։ Դե, ես կասեմ, այս դեպքում մի քիչ ուրիշ է խնդիրը, իրանք ուզում են ռազմական ներկայություն ունենան։ Ուրեմն Իսրայելը անմիջապես մերժեց եւ որպես ի հակադրություն դրա առաջարկեց, որ օրինակ կարողա ինչ որ կոնտինգենտ բերի Ադրբեջանը կամ Պակիստանը։ Եվ Ադրբեջանից արձագանքեցի, որ իրենք չեն պատրաստվում որևէ բան տանել, եւ իրականում ես կարծում եմ, որ այս բոլորը ուղղակի քննարկումներ են, այնտեղ լավագույն դեպքում կլինի արաբական երկրների ինչ որ կոնտինգենտ, լավագույն դեպքում։ Ների հայոց պատրիարքը հանդիպում է Թուրքիայի ներքին գործերի նախարարին։ Մի քիչ տարօրինակ չէ։ Չէ։ Նախ պատրիարքարանը ինքը ինստիտուցիոնալ կառույց է, ինքը ներկայացնում է ազգային փոքրամասնություն, իսկ այնտեղ կա ազգային փոքրամասնության հետ կապված խնդիրներ, առաջին հերթին մշակութային ժառանգության հետ կապված։ Եվ այդտեղ որոշ իրավունքների հարց կա, դրա համար էլ Պոլսո պատրիարքը հանդիպել է ու դա միշտ եղել է։ Դա նոր առաջին հանդիպումը չէր, միշտ եղել է այդպես։ Պոլսո պատրիարքի եւ մեր եկեղեցու առնչությունները թուրքական կոնտեքստում ընդհանրապես դիտարկվում է թե ոչ։ Տեսեք, թուրքական Aydınlık թերթներ գրել մի սադրիչ հոդված, ես այսպես կբնութագրեմ այդ հոդվածը։ Ես թողեցի, որ դու գաս այդ հոդվածին։ Այո, ես այդ հոդվածը ասեմ, ընդ որում ասեմ, որ Aydınlık-ը դա պատկանում է թուրքական եվրասիականության գաղափարները ներկայացնողների թևին, այդ մասնավորապես Դողու Փերինչեկին, եւ նրան որդին է հիմնական խմբագիրը եւ նրանք այդպես փորձում են Թուրքիան իբր թե պոկեն արևմուտքից եւ տեսնում են, որ Թուրքիայի ապագան Չինաստանի ու Ռուսաստանի հետ դաշինքի մեջ է։ Այսինքն, այս ինչ եմ ասում, որ պատկերացնեք, թե իրանք ինչպիսի, այսինքն թուրքական մտածելակերպին ընդհանրապես չբնորոշ ուրեմն գաղափարներն առաջ քաշում։ Եվ իրենք մի այդպես սադրիչ հոդված էին հրապարակել, որ պատերազմը սկսել Հայաստանի վարչապետը եկեղեցու դեմ եւ եկեղեցին կապում էին իբրև մեր ազգայնական շրջանակների հետ եւ իբրև թե դրանով այդ հարցը կլուծվի Ստամբուլում եւ Անկարայում, այսինքն Էրդողանի ներգրավմամբ եւ սա կնշանակի Թուրքիայի այսպես լիարժեք վերահսկողության հաստատում Հայաստանի նկատմամբ։ Մեզ բորբոքելու թե ներսում ինչ որ։ Ես կարծում եմ, այո, դա մեզ ավելի շատ, գիտեք, իմ այսպես կարծիքով պատվիրված հոդված էր, որը Թուրքիայում շատ է լինում, եւ ընդհանրապես բոլոր մամուլներում էլ լինում է, պատվիրված հոդված էր, ուղղակի ստեղծված իրավիճակի վրա ինչ որ դիվիդենդներ հավաքելու տեսանկյունից։ Մենք բոլորս էլ գիտենք, որ այդտեղ մեծ հաշվով հայոց եկեղեցու խնդիր չկա, այստեղ լրիվ ուրիշ խնդիրներ է, իմիջիայլոց թուրքական մամուլը անդադ անդրադառնում է, բայց շատ զուսպ, որ կա այսպիսի խնդիր Հայաստանում, որտեղ վերջին շրջանում հայաստանյան իրադարձություններին թուրքական թե ընդդիմադիր թե իշխանամետ մամուլը միշտ անդրադառնում է։ Գրեթե այդպես կարևոր հարց չի լինում, որ իրանք վերջին շրջանում չեն անդրադառնում։ Եվ դա էլ դրա համատեքստում, այսինքն գործընթաց է, որը բոլորի ուշադրության ուրեմն կենտրոնում է, դե տարբեր ենթատեքստերով կարելի է դիտարկել, բայց ես կոնկրետ այդ հոդվածը կդիտարկեմ որպես սադրիչ եւ ընդհանրապես Պոլս պատրիարքարանը, պատրիարքը իմ կարծիքով մեզ համար կարևոր ինստիտուտներ են հենց Թուրքիայում ներկայության տեսանկյունից ու պետք չի ընդհանրապես մի հոդվածի հիման վրա փորձել վարկաբեկել, որտեվ իրականում այդպես է դուրս գալիս։